շինության խնդրի հետ կապված, հա, ամենաառաջնային խնդիրը դուք ասեցիք աշխատատեղերի ստեղծում, նաև անօթևանության։ Բնակարանաշինություն է լինելու, ինչ է լինելու ըստ ձեր ծրագրի։ Մի քիչ համբերեք, շատ ծրագրեր ունենք, ամեն ինչ ունենք անելու։ Այդ կան իմ ժամանակ բնակարան կառուցվեց, 17,000 բնակարան կառուցվեց իմ օրոք։ Ես բարձրաձայնում եմ, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Եթե ես մնա հիմա այդ հարցերը վերջացրել էի։ Ցավոք սրտի այսպես արեցին։ Հիմա սպասեք մի քիչ կտեսնեք, որ իմ առաջնային խնդիրն է աշխատատեղերի ստեղծում, դրա հետ մեկտեղ A ու B սկզբունքով բնակարանների, որ մարդիկ 37 տարի մնացել են այդ տնակների մեջ։ Հետո քաղաքապետերին ընդհանրապես, որ ուզում եք գնահատական տալ բոլորդ, հարցրեք, թե փոքր եւ միջին բիզնեսը այդ քաղաքապետը խտանել է թե ոչ։ Եթե փոքր ու միջին բիզնեսը նա չի խտանում, այսինքն պատկերացնում եք դա կենցաղ սպասարկման օբյեկտներ, բնակելիներ, եթե չի տալիս, շին թույլտվություն չեն տալիս, ինչի չեն տալիս, այդ դա է ինձ հետաքրքիր, ինչի համար չեն տալիս, ինչն է պատճառը, ինչ հախեր են ուզում, տանում, բերում են, ինչ են անում, չկամ են, վերևից են հանձնարարում, որ չտակ, որ երգիրը չկառուցվի, ես ուղղակի դա ուզում եմ հասկանալ։ Ես ասում եմ, իմ օրոք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բացի Երևանը, բոլորը միասին, գյուղերն ու քաղաքները, իմ չափ հողատկացում չեն արել։ 100-ից 120 միլիարդ դրամ, դուք հասկանում եք դա ինչ թիվ է։ Քաղաքից հանվել է 40,000-ից ավելի տնակներ, դուք հասկանում եք դա ինչ աշխատանք է։ Հələ գնացեք էլի մի հատ կողնյա սարքեք։ Հələ տեսեք, այսպես ինչ նայեք իմ սարկածը։ Ինչ նայեք, ինչ է դիվանցի, այս դիվանցի շենքը տեսնում եք, սեփականատերը ոչ պատուհաններ էր գցում, ոչ կդուրներ փոխում։ Չեմ անի ու վերջ։ Ամեն ինչ արել եմ, որ փոխի։ Ամեն ինչ։ Տղավարի եմ մոտեցել իրանց, պետք է ասել եմ, պետք է փոխեք։ Ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական, որ առել են, այդպես մի ամիտ։ Սաղ մեր ունեցվածքը խպես այդ շենքի արժողության չափ չկա։ Թե ոնց գցին ձեռքերը, ոնց մատել մի ուրիշ տեղ են գնաց, այդպես մի ամիտ։ Heç բանից խաբար չեն։ Քանի որ Գյումրիում նաև մեծ խնդիր է տրանսպորտի հարցը, բնակիչները հիմնականում նաև դրանից ներողություն վերջացնեմ, նախ ինչպես է տեղի ունենալու փոփոխությունը եւ օրինակ հնարավոր է Երևանի օրինակով տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ուղևորցը թանկանա։ Ուրեմն իմ օրոք 30-ից 40-ից 70 միլիոն գումար է մտել քաղաքային բյուջե, իմ օրոք։ Ես հələ չգիտեմ այդ գումարները մտնում է թե չի մտնում քաղաքային բյուջե։ Դες պետք է կապ նայեմ։ Դա մեկ։ Այո, տրանսպորտից։ Հետո մեկը կա, բոլորը ճանաչում եք, ասում էին, որ քաղաքի ստայանկեկից մոտավորապես 200 միլիոն դրամ քաղաքի ստայանկեկից գումար կարելի է հավաքել։ Ուրեմն մարդիկ կային, որոնց տվեցին դատարան ձեռքերից վերցրեցին։ 10 տարի է մի կոպեկ քաղաքային բյուջե գումար չի մտնում, 10 տարի։ Այն մարդիկ պայմանագիր էին կնքել, տարվա կտրվածքով գումարներ էին, մուծում ու նորմալ է գումարներ։ Խլեցին մարդկանց ձեռքից, խլեցին։ 10 տարի մի կոպեկ գումար չեն մուծել։ 10 տարի հստակ բարձրաձայն ասում եմ։ Ու այդ անձը բոլորը ճանաչում եք։ Ձեն չի անում, մի քանի անգամ ասել եմ։ Պետք է դրանք անջեմ ասեմ, բա որ այն անգամ խոսում էին այն ժամանակ։ Էս ինչի գումարներ չի մուծում։ Ինչի տեր չես եղել մինչև այսօր։ Սպասեք դա էլ կանեմ։ Ու այսպես շատ բաներ կա, 12 թվականին երբ առաջադրվեցիք, այսպես ասած իշխանապողությունը եւ առաջիններից այսպես ասած Սամվել Բալասանյանը եւ Պաշտոնը ստանձնեց միշտ կա այսպես ասած փաստաթղթեր, Չայկայի պատմությունը։ Այդ Չայկեն ինչ եղավ, հարցրած Բալասանյանի։ Հələ Չայկան որ կար քաղաքի վրա էլ բան չէր նստա, արժեք չուներ է Չայկան, մենք գնացեք գտել էինք Չայկա խառնվա, ուր է այդ Չայկեն, ուր է տարե։ Հələ գնա հետաքրքրվի։ Տես ես դեն չանեցի, չէ, ես չէի ասում այդ։ Հələ դե գնացեք հարցրեք թե Չայկեն ուր է տարե այդ տղան։ Դուք գիտեք ուր է։ Չէ, ձեզանից պետք է հարցնենք։ Ես ինչ գիտեմ։ Սարգսյանը Նեսյանը ասում է, որ 4 տարբեր ուժեր են տարբեր քաղաքական հայացքներով, կառավարել չի լինելու, եւս մեկ անգամ սա վերջերս հայտարարեց Երևանում։ Ինչ եք ասում այս մասով։ Ես մի բան եմ ասում, եթե Երևանը չխառնե, եթե այդ քաղաքական տերերը չխառնեն, որ ամեն մի կուսակցության
ուրեմն գլուխ գործոցը նստած է Երևանում, եթե իրանք այնտեղից չխառնեն, գյումրեցիները ինձ հետ շատ հանգիստ կաշխատեն, մեծ ու պզդիկ հարաբերությունը պահում են իրենք, չեն կա, այս քաղաքը չի կարող մեծ ու պզդիկ հարաբերությունը չպահի, հասկանալի է, այս քաղաքը այդպես ապրում է, այս քաղաքը հարկում են հարկանք ունեցող մարդկանց, ոչ հարկանք ունեցողներին չեն հարկում, այնպես որ այդ ամեն ինչը նորմալ կգնա, բայց մի կարևոր հայտարարություն էլ ուզում եմ անել։